Բարև բոլորին, բարի գալուստ իմ ալիք, բարի գալուստ իմ կարնիվոր օրագիր։ Սիրելիներս, ես երկար ժամանակ է բացակայել եմ YouTube-ից, բայց դա ոչ մի բանով այդպես պայմանավորված չի իմ դիետայի խախտումներով, պայմանավորված չի ինչ-որ զբաղվածության պատճառով, զուտ Այն պատճառով, որ դիտումները քիչ են ու դա ինձ մի քիչ թևաթափ է անում։ Ես որոշ բաներ հասկանում եմ, որ ալիքը զարգանալու համար պետք են նորանոր նորամուծություններ, չնայած դա էլ էական չի։ Ես հասկանում եմ, որ ժամանցային ալիք չի, հետո դա կարնիվորը այնպիսի թեմա է, որ կարելի ասել հայաստանյան իրողության մեջ դա միգուցե նորույթ է, չնայած իմ կարծիքով կան մարդիկ, որոնք իմ հետևորդներից էլ գիտեմ, որ կան, որ կարնիվորով են սնվում, բայց այնուամենայնիվ դա քիչ է, թե դիտողները, թե ընդհանուր առմամբ դիտումները, էլ չեմ խոսում բաժանորդագրվողների մասին, ու դա մի քիչ ինձ հիասթափեցնում է, նորից եմ ասում, լինում է շատ ժամանակ, որ ես ուզում եմ ալիքը փակել, բայց հետո նորից փոշմանում եմ մի շարք պատճառներով, այն որ չեմ ուզում կես ճանապարհից ետ կանգնել, իհարկե նորից եմ կրկնում ալիքի առումով, դա դիետայի հետ կապ չունի։ Հիմա նաև կա այսպիսի բան, բոլոր ալիքներով կապ չունի, դա YouTube-յան ալիք է, թե ոչ, բոլոր ինտերնետ հարթակներից, դա կլինի Instagram, դա կլինի TikTok, շատ ժամանակ մտքովս անցնում է, որ նույնիսկ այս վիդեոները ներբեռնեմ այնտեղ էլ, Instagram էլ, TikTok էլ, բայց մի փոքր կաշկանդվածություն կա ու դրա համար էլ չեմ վերբեռնում։ Երբ որ մտնում եմ այդ ալիքները, տեսնում եմ ընդհանրապես նիհարող մարդկանց, դեռ առողջությունը մի կողմ, նիհարող մարդկանց, շատ շատերն են վիրահատություններ անում ու շատ շատերն են դեղորայք օգտագործում։ Իսկ մնացածը կարելի ասել կամ, ինչպես ասում են, պեպե սնունդ, առողջ սնունդ, ճակերտավոր, բալանսավորված սնունդի կողմնակիցներն են ու տարբեր նիհարողների ընդհանուր խնդիրներից ես հասկանում եմ, որ երևակայի ամենաճիշտը դեռ ես եմ անում։ Միգուցե հետագայում ինչ-որ կարողանա այդ ասածներս բոլորովին հիմնավորել կամ հիմնավորելու էլ չլինի, որովհետև հնարավոր է և առաջ չգնալ, բայց առայժմս ես կարնիվորով առաջ եմ գնում։ Քաշի կորուստի համար ամսի 1-ին կկշռվեմ, կիմանամ ինչքան եմ նիհարել, իսկ ընդհանուր քաշի թեմայից զուտ ուզում եմ անդրադառնալ այդ բաներին։ Ուրեմն ես հասկանում եմ, որ հնարավոր է, որ դա ռեկլամներ են վիրահատողների կողմից, միգուցե նրանք չեն բարձրաձայնում, որովհետև դեղորայքային և այդ վիրահատության մարդիկ շատ են։ Միգուցե իրենց հետ թե բժիշկները, թե ընդհանրապես դեղագործերը, չգիտեմ, կապ ունեն, իրենց
ինչպես ասում են, միգուցե զեղչերով բարտեր են անում ռեկլամի համար, թե ինչ, կամ էլ ուղղակի իրանք են հասկացել, որ պետք է մի բան փոխել ոչ թե սննդակարգ պահելով, այնտեղ գլուխ կոտրելով, ինչ է ինձ պետք, ինչ պետք չէ։ Բնական է, նախ առաջինը երևի ունեն գումար, կամ նորից եմ ասում, իրենք բարտեր են անում, այդպես ռեկլամ ու բան, վիրահատություն կամ ինչ-որ դեղորյակ, մի խոսքով, կամ էլ հասկացել են, որ այդպես չի կարող բարձի թողի անընդհատ շարունակվել։ Ես ոչ նա եմ ուզում, ոչ նա եմ ուզում, իմ մտքում միշտ եղել է այդպիսի բաներ մտքովս անցել է, բայց հետո հասկացել եմ, որ շատ-շատերը նորից նիհարելուց հետո, իդեպ շատ նիհարելուց հետո ունենում են թե հոգեբանական խնդիրներ, թե ունենում են իրենք իրենց չհասկանալու խնդիրներ, թե մարդկանց թվում է շատերին, երբ որ վիրահատվում են կամ դեղորայքը ավարտվում է, կարող են ուտել ամեն ինչ, նաև դա վերաբերվում է տարբեր սննդակարգերով փորձող նիհարողներին։ Նրանց թվում է, որ նրանք կարող են ուտել ամեն ինչ, ու ընդհանրապես ոչինչ չի պատահի, ուղղակի ստամոքսը փոքրացած է, ուղղակի կալորիականությունները քիչ կընդունեն եւ այսպես շարունակ, բայց դա հարցի լուծումը չի։ Գիրացող մարդը գիրանում է, ինչպես շատերն են ասում, մենք օդից էլ ենք չաղանում, ջրից էլ ենք չաղանում, ճակերտավոր, բայց գլխավորը սննդակարգն է, թե մարդ ինչ է յուրացնում, ինչ օգտակար բաներ է օրգանիզմի համար կարևոր, բալանսավորված է, թե անբալանսավորված, այնտեղ պեպե է, թե օզեմպիկ է, թե վիրահատություն, մարդը պետք է, մարդու օրգանիզմի ամենակարևոր բաղադրիչ սնուցող մասերն են սպիտակուցները, ճարպերը։ Եթե մարդիկ դա հասկանում են, իսկ շատ-շատերը ճարպերից վախ ունեն, ոնց որ ասած ճարպի վախ, մանավանդ ճարպից վախենում են գիրանալուց, ես հասկանում եմ, ու մեր կառնիվորցիներն ու կետո դիետայի օգտագործողները հասկանում են, որ դա եկել է երևակայի 80-ական թվականներից, ամեն ինչը անյուղ անել, տեղ տալ բուսական ճարպերին, չհասկանալով, որ այդ բուսական ճարպերը մեծամասնությունը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք բորբոքում են առաջացնում, որոշները աքսալատներ, ու ընդհանրապես բուսական յուղը ոչ առողջարար է, ոչ էլ էֆեկտիվ, էլ չհաշված, եթե մարդիկ կալորիականություն են հաշվում, բուսական յուղերի կալորիականությունը ավելի շատ է, քան կենդանական ծագման հագեցված ճարպերի։ Ճարպերի վախը միշտ էլ կա, նամանավանդ կանանց մոտ, ու իմ կարծիքով, ոչ թե դա իմ կարծիքն է, դա այն մարդկանց կարծիքն է, ու ես ինքս էլ նույնպես համոզվել եմ, որ դա ուղղակի չհիմնավորված կարծիքներ են, ինչ որ չհիմնավորված հետազոտությունների կարծիքներ։ Նույնիսկ սպիտակուցներից են վախ առաջացել մսից, շատերի մոտ ասում են, որ եթե սպիտակուցները շատ ենք օգտագործում, ապա մարդու պոչկաները, երիկամները չեն աշխատում, երիկամների խնդիր է լինում եւ այլը եւ այլը, բայց դա էլ այդպես չի, որովհետեւ փառքաստու հեսա 7-րդ ամիսն է լրանում, ես իմ վրա եմ փորձել, ոչ մի խնդիր իմ պոչկաներից չի առաջացել, ոչ մի խնդիր չի առաջացել իմ ստամոքսի, չնայած ես չեմ ստուգվել, անընդհատ ասում եմ գնամ գոնե արյան անալիզ տամ, դե հիմա թե ծուլություն է, թե ընդհանրապես չեմ սիրում ես բժշկի այցելելը, դա էլ իրեն ֆակտն է անում, ու ես չեմ կարողանում գնալ հետազոտվել։ Իսկ ինձ հետազոտվել
Միգուցե օրերից մի օր կգնամ զուտ իմանալու ինչ կա, ինչ չկա, հետո ինչ է փոփոխվել, բայց ընդհանուր առմամբ ճիշտ ասած այցելության կարիք էլ համարյա թե գրեթե չունեմ ընդհանրապես, որովհետև այդ 7 ամսվա մեջ իմ կարնիվոր դիետան ինձ մոտ կարելի է ասել ոչ մի պաբոչնի էֆեկտ այդպես չի տվել, որ ես սկզբնական շրջանում իհարկե անցում այն փուլ է, օրգանիզմդ անցնում է արդեն ոչ թե շաքարով, գլյուկոզայով աշխատելու, գլյուկոզայով էներգիա ստանալու պրոցեսն է կատարում, այլ ստանում է միայն ճարպերից ու սպիտակուցներից ու այդ սպիտակուցներից նաև այդ ամինաթթուներից։ Էնպես որ այդ ադապտացիոն շրջանը ոչ շատ իմ մոտ բարդ է անցել, ոչ շատ պարզ, կան մարդկանց մոտ, որ ավելի դժվար է լինում, կան մարդիկ ճանապարհի կեսից հետ են գնում, բայց իմ կարծիքով 3-րդ ամսից արդեն ամեն ինչ ընկնում է տեղը։ Մի ժամանակ ինձ հետևորդները կհիշեն, որ ես բողոքում էի, ճնշումը շատ է ցածր, չէ, հիմա նույնիսկ 120-ի չի հասնում, բայց դե այդքան է շատ ցածր չի, 110, 115, այդպես, այն լրիվ անկում չի։ Հասկանում եմ, որ կամաց այդ ճնշումն էլ է այդպես, ու ընդհանրապես ամեն ինչն է կամաց իրա տեղ է գալի։ Այն որ ծնկների ցավը բացարձակ չկա, այն որ համարյա մեջկա ցավն էլ է այդպես ասած կորել հնարավոր է, էլի իմ կարծիքով ավելնորդ քաշը շատ է, դրա համար էլ այդ ցավերը դեռ կան, իսկ ընդհանուր առմամբ փառք Աստծո նման բաներ չկան։ Զգացողությունը շատ լավ է, էներգիան շատ լավ է, հնարավոր է լինում օրեր մի քիչ ընդհանրապես բոլորի մոտ էլ է այդպես լինում, բայց ընդհանուր առմամբ ես գոհ եմ իմ կարնիվոր դիետայից։ Ես կուզեի, որ լիներ այնպես, որ մարդիկ ոչ միայն նիհարողները, այլ ընդհանուր առմամբ հասկանային, որ մենակ նիհարելու խնդիրը չէ։ Կան մարդիկ, որ խնդիր ունեն, նիհարելու խնդիր չունեն, բայց ունեն շաքարային 2-րդ տիպի դիաբետ, որը իրենց հավերժ կապել են դեղերի հետ, կան մարդիկ ունեն խրոնիկ հիվանդությունների հետ, կան մարդիկ ունեն աուտոիմունային հիվանդություններ, ու այդ բոլորը իրենք կապել են դեղորայքի հետ, ժամանակին միգուցե ես էլ եմ այդպես մտածել, մարդ մի անգամ է ապրում, ամեն ինչ ուտեմ, դեղը խմեմ ու ամեն ինչ օքեյ կլինի, այդպես չի գործում, ընդհանրապես այդպես չի գործում, չգիտեմ ինչի այս դարվա մարդիկ ուզում են իրենց անպայման տանջել, ինչը իրենց չի կարելի սնունդը օգտագործել, մեկ պահի, ինչպես ասում են այդ հաճույքի համար, դրանից հետո սկսել տառապել, մեկը ասում է ժոգա ունեմ, մյուսը եւ այլն, իդեպ ժոգա ես էլ եմ ունեցել ու ընդհանրապես այս 7 ամսվա մեջ չգիտեմ այդ ժոգան ինչ բան է, այս էլ էսպես, շատ կուզենայի սուրճը թողնել, սուրճ խմելը ու այն որ ասեմ ինձ կոնկրետ շատ է խանգարում, չէ, ուղղակի երբ որ լսում եմ կարնիվորցիներին սուրճի մասին, խմելու չխմելու, որտեղ ի վերջո դա բուսական սնունդ է, սնունդ էլ չէ, խմելու բան է, բույս է, կոֆեն ու ճիշտ է, մի դեպքում միգուցե կաֆեինը պետք է առույգ լինելու, բայց իրենք էլ են բացատրում, որ այդ առույգ լինելու էֆեկտը տևում է մի քանի րոպե, հետո նորից այդ թուլության եւ այլն էֆեկտը գալիս է, իհարկե ոչ բոլորի մոտ։ Կուզենայի, որ մի ժամանակ չօգտագործել սուրճը, տեսնելու համար ընթացքը ինչպես է, միգուցե ավելի լավ եմ զգում ինձ, միգուցե, չգիտեմ, միշտ անդադ ասում եմ ես ինձ ու ինչպես ասած չի ստացվում այդպես, ոնց որ
ինչքան սուրճ խմելը դառել է ոչ թե օրգանիզմի պահանջ, այլ զուտ արարողակարգ առավոտյան սուրճ խմելը ու ընդհանրապես ինչ որ հյուր գնալը սուրճ խմելը նամանավանդ իմ դեպքում ես ընդհանրապես հյուր գնալուց ոչ մի բան չեմ հյուրասիրվում, եթե նույնիսկ ես սուրճն էլ չխմեմ, գալիս է այնպես, որ մի քիչ միգուցե իրենց կողմից սիրուն չի նայվում հյուրասիրելուց, թե հարազատ է, թե ինչ որ հարևան է, անդադ ասեմ չէ, ու էլի այն ժամանակ, այս ժամանակում ասում են, որ լավ, մի հատ դառը սուրճ կարելի է, բայց կգա մի պահ միգուցե դա էլ չլինի ու ինչպես ասում են, դու չես կարողանում լիարժեք ինչ որ հյուր գնալ, ինչ որ գոնե այդ սրճի սեղանի շուրջ, այդպես դա զուտ արարողակարգ է ինձ համար, այնպես չի, որ օրգանիզմս ահավոր պահանջում է ու ես էլ այդ պահանջին եմ ենթարկվում։ Այսքանը սուրճի մասին, չգիտեմ, միգուցե մի քանի ժամանակ փորձեմ դադարել կամ չդադարել, բայց իդեպ կարնիվորցիների համար շատ կարնիվորցիներ խմում են, շատ կարնիվորցիներ բոլորովին կատեգորիկ չեն ցանկանում դա լսել։ Այնպես որ տարբեր մարդկանց, իդեպ կարնիվորցիների մասին էլ էի մի քանի խոսք ասում, էլի նորից ես լսում եմ ամերիկյան կարնիվորցիներին կամ ռուսախոս կարնիվորցիներ, նույնպես ռուսներ կամ ուկրաինացիներ այնտեղ, թեկուզ միգուցե բելառուսներ, չգիտեմ, նրանց մեջ ընդհանրապես ամեն ինչում մարդիկ կան հակասական է, օրինակ ես կարող եմ համամիտ լինել մեկի հետ, մեկ ուրիշը ինձ հետ համամիտ չլինի։ Ու իրենք շատերը ասում են սա լավ է, սա ես ուտում եմ, մեկը կարագին դեմ է, մյուսը կարագին դեմ չէ, մյուսը կատնամթերքին դեմ է, մյուսը կատնամթերքին չէ։ Իտոգում ես հասկանում եմ, որ ամենաճիշտ կարնիվորցին կլինի, որ ուտի մենակ միսը, աղը, ջուրը, հա, իդեպ որոճացող կենդանիների թվին պատկանող մսերը, բայց կան կարնիվորցիները, որոնք պնդում են, որ տարբեր մսեր պետք է, տարբեր ծովամթերքներ պետք է, որ բոլորից օրգանիզմը ամեն տեսակի նյութեր ինքը կարողանա ընդունել։ Ճիշտն ասած, ես երևակայի հակված եմ այն տեսակին, որ կարելի է ամեն ինչից օգտվել, եթե ամեն ինչ օքեյ է, եթե խնդիրներ չկա, որ կարելի է օգտվել, դեմ չեմ, բայց նաև եթե կտրուկ մարդուն պետք է, որ բացի քաշ, մեկը կարող է լինել քաշ գցելու նպատակով, բայց հավատացեք, ես ասել եմ, կարնիվորցիների շատերը իրենց համար ամենագլխավորը, ամենակարևորը շատերին իրենց առողջություն է, որովհետև մարդիկ կան տարբեր խնդիրներով, դա միշտ եմ նշել, որ հավատացեք, այն նիհարողների թիվը շատ քիչ է, իրենց ընդհանուր առմամբ ուզում է տարբեր հիվանդությունները, երբ որ արդեն կամ բարդ աուտոիմունային հիվանդություններ, այնտեղ էպիլեպսիա, այնտեղ մաշկային բարդ խնդիրներ, այնտեղ կրոն հիվանդությունը, այնտեղ մարսողության հետ կախված խնդիրները, մի խոսքով շատ հիվանդություններ կան, այդ դեպքում ամենաճիշտ իրենց ասելով ու ես էլ եմ այդպես կարծում արդեն, ամենաճիշտը դա օգտվել որոճացող կենդանիների, տավարի, ոչխարի, ով որ երկրում է ապրում, չգիտեմ, ձիու, մի խոսքով այծի, մսի, այդպես միս, աղ, ջուր, իսկ մնացածը կարող են ամեն ինչ օգտագործել, բացի կաթից, չնայած մարդկա կաթել է օգտագործում, ինչու բացի կաթից, կաթը պարունակում է լակտոզա, իսկ լակտոզան ինքը իրանով մեկ կաթնային շաքարն է, որպեսզի բացառել շաքարը օրգանիզմին ու ընդհանրապես էլի
կաթնային շաքարը եւ այլը բորբոքումներ են բերում օրգանիզմին, ընդհանրապես դա բացառելու համար։ Իսկ մնացած պարագայում, եթե ամեն ինչ որոշակիորեն նորմալ է, կարող են օգտագործել ամեն տեսակի կենդանական ծագում ունեցող սննդակարգից։ Հավատացեք, դա շատ առողջարար է, հավատացեք, դուք շատ դեղորյակներ չեք օգտագործի, հավատացեք, դա ավելի հեշտ է, դա այդ իմպուլսիվ շատակերությունն է հանում մարդկանց, օրինական մարդիկ իրենք նիհար են, բայց էլի այդ իմպուլսիվ շատակերությունը կա, կարան ամեն պահից ամեն ու միշտ սոված մնան, իհարկե դա էլ իհարկե մեղքը ածխաջրերին է, որովհետև մարդիկ շատ ածխաջրեր են օգտագործում, այնպես չի, որ ուղղակի մարդը բկլիկ է ու անընդհատ ուտում է։ Այսպես սիրելիներս, այսօրվաս վիդեոն այդպես մի քիչ էստեղից, մի քիչ այնտեղից, ուղղակի կցանկանայի ալիքում էլի կարնիվորցիներ տեսնել, կցանկանայի, որ գոնե կարծիքներ գրեիք մեկնաբանությունները, էլի եմ ասում, ես կարող է տակը երկար բարակ չգրեմ, բայց հաջորդ վիդեոյի թողարկմանը ես կբացատրեմ, կխոսենք, ինչպես ասում են, ուղիղ եթեր դեռ ես չեմ կարողանում անել, քանի որ ուղիղ եթերի համար այնտեղ պատպիսչիկների թիվը պետք է շատ լինի եւ ահագին բան նամանավանդ հեռախոսով, տեխնիկական խնդիրների պատճառով, թե չէ մեծ հաճույքով, այնպես որ սիրելիներս գրանցվեք ալիքին, ալիքը մեծացնենք, շատացնենք, իմ կարծիքով դուք էլ ինձանից շատ բան կունենաք իմանալու, ես չեմ ասում սովորելու, որովհետև ես ուրիշներից եմ սովորում, ինչպես ասում են, ոնց որ միջնորդի դեր եմ կատարում, այդպես ես էլ շատերից եմ սովորում, անընդհատ մտածում եմ շատերի ասածների մասին, կարնիվորցիների մասին, թե իրենք որն է ճիշտ, որը սխալ, ուղղակի շատանար ալիքը, մենք մեզանով քննարկեինք, տեսնեինք, էլի եմ ասում, ճիշտ է, ես հասկանում եմ, ժամանցի ալիք չի, զուտ ուսուցողականություն է, զուտ ինչ-որ միտեղ, ինչ-որ միջապ, ինչ-որ միտեղից գիտելիքներ կազմելն է մարդու օրգանիզմի մասին, թե մարդու ընդհանրապես ֆիզիոլոգիայի մասին։ Գրանցվեք ալիքին, գրեք մեկնաբանություններ, դրեք լայքեր, դրանք այդքան կարևոր չեն, ինչ որ չգիտեմ ինչի, ուղղակի վիդեոների ալգորիթմը այդպես է, որ վիդեոն շատանա, վիդեոն տարածի, տարածեք զուտ դրա համար, թե չէ այդպես ինչ որ բանի համար չի, այդպես աննպատակ չի, զուտ դրա համար են այդ լայքերը ու մեկնաբանությունները վիդեոն տարածելու համար։ Շնորհակալ եմ բոլոր բաժանորդագրված մարդկանցից, շնորհակալ եմ նաև դիտումների համար, հուսով եմ, որ կշատանա, հուսով եմ, որ ես թևաթափ չեմ լինի ու ընդհանրապես առողջություն բոլորին, բոլորի, ինչպես ասում են, գործերին հաջողություն, թող ոչ մի այդպես մարդիկ հիվանդություններ կամ չգիտեմ ինչ որ խնդիրներ չունենան, որ ընդհանրապես, բայց կարծում եմ, որ հիմա դա մի քիչ անհնար է, ինչևէ բոլորին առողջություն, իսկ իմ ալիքին միացեք ու ընդհանրապես բարի դիտում ու բարի օր ձեզ։